Հայաստանում մեկնարկել է փողի միջազգային շաբաթ իրազեկման արշավը, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը և օգնել մարդկանց ավելի ճիշտ կառավարել իրենց ֆինանսները, նաև խուսափել խարդախություններից։ Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից տարբեր պետական, կրթական և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման և ներառման բաժնի պետ Արաքսիա Մանուչարյանի խոսքով ֆինանսական գրագիտությունը կարևոր հմտություն է յուրաքանչյուր մարդու համար, անկախ տարիքից։ Նրա խոսքով ֆինանսական կայունության հիմքում խնայողությունն է։ Եթե մարդիկ ունեն որևէ պատմություն, որը ուզում են կիսել ուրիշների հետ, դա կլինի զեղծարարության պատմություն, խարդախության պատմություն կամ դրական ֆոնի վրա, օրինակ, խնայել են գումար եւ իրականացրել իրենց ցանկություններից կամ երազանքներից որևէ մեկը, կամ պարտք են վերցրել եւ դա լավն է եղել կամ վատն է եղել, իրավունքներն են իրենց կարողացել պաշտպանել եւ այլն։ Անձնական ֆինանսների գծով որևէ պատմություն եթե ունեք, 1-ից 2 րոպեանոց, սիրելի հատկապես երիտասարդներ, որտեղ այս նախաձեռնությունը երիտասարդական է, առաջարկում ենք հոլովակ նկարանել կարճ ձեր միջոցներով, ձեր հեռախոսով եւ հրապարակել, մեր էջում կգտնեք մանրամասները մրցույթի եւ հաղթողները կստանան դրամական պարգևներ։ Մասնագետներն ընդգծում են, որ առանց խնայողության չկա ֆինանսական բարեկեցություն։ Ցանկալի է, որ յուրաքանչյուր մարդ գոնե 600,000 դրամի չափով խնայողություն ունենա, որպես ֆինանսական անվտանգության բարձիկ։ Ըստ նրանց ֆինանսական գիտելիքները պետք է ձևավորվեն վաղ տարիքից։ Կարևոր է, որպեսզի նույնիսկ երեխաները հասկանան փողի արժեքը, խնայելու կարևորությունն ու ֆինանսական անվտանգությանը վերաբերող հիմնական կանոնները։ Մենք օգնում ենք մեզ սպառողներին, որպեսզի կարողանան հասկանալ ինչ է փոխարժեքը, ինչ է գնաճը, ինչպես հասկանան մակրոտնտեսական հասկացությունները եւ կիրառեն իրենց անձնական ֆինանսները կառավարելիս, այնուհետև բյուջեի պլանավորում, ինչպես լավ կառավարել ձեր եկամուտները եւ ծախսերը։ Եթե չի բավարարում ձեր եկամուտը ինչպես ավելացնել, եթե չեք տեղավորվում ձեր ծախսերը կատարելիս, ինչպես դա տեղավորել ձեր ֆինանսների մեջ, հետո խնայողություններ, որովհետեւ արդեն ցույց է տվել ամբողջ աշխարհի փորձը, որ առանց խնայողությունների չկա ֆինանսական բարեկեցություն։ Ֆինանսապես բարեկեցիկ լինելու համար պետք է անպայման ունենանք անվտանգության բարձիկ կոչեցյալը, որը ձեր եկամուտների գոնե քառապատիկն է 1 ամսվա։ 5 տարեկան երեխայից մինչև 80 տարեկան մարդը պետք է իմանա, որ իր բանկային տվյալները որևէ մեկին փոխանցել չի կարելի, շեշտում է Մանուչարյանը, ընդգծելով ֆինանսական խարդախություններից պաշտպանվելու կարևորությունը։ Փողի միջազգային շաբաթ նախաձեռնության շրջանակում կազմակերպվում են դասընթացներ, հանդիպումներ, բաց դասեր եւ տեղեկատվական միջոցառումներ դպրոցներում, համալսարաններում եւ տարբեր համայնքներում։ Միջոցառումների նպատակն է մարդկանց սովորեցնել ճիշտ կառավարել եկամուտները, խնայել եւ խուսափել ֆինանսական ռիսկերից։ Ամենատարածվածը մեկ է մնում է ֆիշինգը, երբ ուղարկում են ձեզ հղում եւ խնդրում են, որ դրա վրա սեղմեք եւ ինչ որ բան լրացնեք։ Օրինակ, զանգում են եւ ասում են, որ ձեր հեռախոսի կամ ձեր որևէ հավելվածի մեջ վիրուս է ընկել եւ որպեսի փրկեն, նրանք պետք է ուղարկեն ձեզ հղում, դուք լրացնեք կամ ոչ էլ ուղարկեն հղում, պարզապես զանգով ձեզ հարցնեն տվյալներ, որ դուք պետք է ասեք, կամ շատ տարածված է հիմա, երբ ասում են, որպեսի մենք փրկենք ձեր հաշիվը, ուղարկում ենք, խնդրում ենք ձեզ կիսել ձեր էկրանը մեզ հետ, մենք կկարողանանք այդ անվտանգությունը ապահովել, մենք բանկից ենք կամ կենտրոնական բանկից ենք անգամ ներկայանում են վիրուսներ են կամ որևէ հարձակում է ձեր վրա եւ պետք է իմանանք, որ սովորաբար բանկերը, կենտրոնական բանկը նման բան ձեզ չի խնդրի։ Ձեզ չի խնդրի որևէ կոդ ասել հեռախոսով։ Ձեր PIN կոդը հատկապես ոչ ոք չի խնդրի։ Ձեր CVV կոդը պետք է միայն այն դեպքում, երբ ձեզնից գումար են տանում։ Նախաձեռնության կազմակերպիչների համոզմամբ ֆինանսական գրագիտության բարձր մակարդակը նպաստում է ոչ միայն անհատի, այլև ամբողջ երկրի տնտեսական կայունությանը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։